Այնադեն երկայեք հետ գտել է իմ
նշան ուզեք, սակայն Հովնան մարգարեին նշանեն զատ ուրիշ նշան պիտի չդրվի ցեզի։ Սիրելի հավատացյալներ, այսօրվան ավետարանական հատվածը կխոսի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կյանքի ընթացքին այն կարևոր մեկ թափկրբանին, երբ մարդիկ կտեսնեն իր գործունեությունը, կտեսնեն իր հրաշքները, կտեսնեն իր քարոզները, եւ ասով հանդերձ բուքան եւ թարցյալ իր մեր նշանը կխնդրեն, թե ինք Աստուծո կողմէ ղրկված մեկն է, Աստուծո կողմէ նշանը կբանջեն։ Սակայն մեր Տեր Հիսուս Քրիստոս գիտնալով անոնց մտածումը, անոնց մոտեցման կերպը իրենց կսե թե Հովնան մարգարեին նշանեն զատ ուրիշ նշան պիտի չդրվի ցեզի։ Այն նշանը, որ մարդու որդին 3 օր քերեզման պիտի մտնե եւ 3-րդ օրը հարություն պիտի առնե։ Բնականաբար բոլորիս համար հավատքը կհիմնվի որոշ հասկացողության վրա, որոշ իրողության վրա, որոշ փաստերուն վրա։ Բայց երբ հավատք կսենք, հավատք հարը գանցնի գանթրանցնի այս բոլոր բաներեն։ Հավատքը վստահությունն է, այն բաներուն, որ չես տեսած։ Հավատքը ոչ թե փաստացի իրականությունն է, այլ վստահությունը այն բանին, որ Աստված քեզ տված է, քու մեջը տրած է, որպես Աստուծո հոգին գրողը, հավատքով լեցված, այն երևույթը պետք է ունենաս մեջը, որ առանց տեսնելու պետք է հավատաս։ Բայց ինչ կնշանակե առանց տեսնելու հավատալ։ Աստված չսեր, բարձրապես հավատացեք օդին մեջ խոսված բաներուն։ Աստված ինք արդեն իր կյանքով հաստած եւ օրինակ դարձած է, նշան ու եղած է, եւ ճիշտ անոր համար է որ գսե իմ կյանքից նշանեն զատ ուրիշ նշան պետք չէ փնտրեք։ 3 օր քերեզման մտնել են վերջ հարություն առնելը արդեն նշան մնացեզի։ Այդ նշանեն անտին ինչ կփնտրեք։ Երբ Աստված իր կյանքը գուտա մեր մեղքերուն համար։ Եվ որպես սիրո արտահայտություն Աստված իր անձը գտնե քերեզմանին մեջ։ Եվ որպես հույսի մեծակույն օրինակ հարություն գարնե ասելով թուքալ այդ կյանքը պիտի ժառանգեք, անկյանտին ինչ նշանի մասին է որ մենք կմտածենք։ Հետևաբար Աստված ամեն բան գուտա մեզի։ Մենք մեր անձերու մեջ պետք է տեսնենք այդ նշանները, ոչ թե դուրսը։ Աստված արդեն դուրսը ամեն տեսակ հրաշք տրած է մեր առջև։ Նայեցեք երկրակուրքը, նայեցեք ստեղծագործությունը։ Ամբողջ ստեղծագործությունը, ինչպես Սամոս 2-ը է, գմատմե Աստուծո փառքը։ Հետևաբար, երբ որ գտիտենք աշխարհը, կտեսնենք արդեն Աստուծո ներկայությունը։ Կտեսնենք այն նշանները, որ Աստված կուտա մեզի։ Սակայն սիրելի հավատացյալ, ամենեն կարևոր բաժինը մեր հավատքի մեջ ոչ թե նշանները դուրս փնտրելն է, այլ մեր անձերու մեջ գտնելն է։ Աստված իր հոգին մեր մեջ տրավ։ Աստված մեզ օրհնեց շնորհներով։ Եվ այդ շնորհները Աստուծո ներկայությունը արդեն նշան է մեզի։ Մեր առօրյա կյանքի ընթացքին մենք հաճախ գարերեսվենք այնպիսի բաներով,
որ մենք մեզ համոզենք, թե նշան ուզենք տեսնել դարձյալ։ Քրիստոս հրաշքներ կործած, հրաշքություններ գդարած, եւ այս ամենը մարդոց առջև ցույց տված ըլլալով, մարդիկ դարձյալ գուքային եւ հրաշք ուզեին, նշան ուզեին, որովհետեւ չէին գրծած այդ նշանը իրենց մեջ գտնել, որովհետեւ չէին գրծած տեսնել Աստուծո ներկայությունը իրենց կյանքի մեջ։ Սիրելի հավատացյալ, Աստված ներկա է յուրաքանչյուր բզդիկ անի մեջ, մեր կյանքի ընթացքում։ Նշանը գրնանք տեսնել նույնիսկ հարևինը մեջ, նշանը գրնանք տեսնել ժպիտինը մեջ, նշանը գրնանք տեսնել օգնության մեջ, նշանը գրնանք տեսնել յուրաքանչյուր անի մեջ, որովհետև Աստված յուրաքանչյուրիս ստեղծած է այդ օգնությամբ, որ յուրաքանչյուրս կարողանք մեր կյանքին ընթացքին բզդիկ բաներով նշան մտարնանք մեր թիմացինին, մեր նմանին, եւ ճիշտ անոր համար է որ գսե այնպես ապրեցեք ձեր կյանքը, որ երբ որ մարդիկ տեսնեն ցեզի, գիտնան, թե դուք իմ աշակերտներս եք, դուք պետք է դառնաք, մենք պետք է դառնանք այդ հրաշքը։ Այսօր հաջող բոլորս ծանրաբեռնված ենք առօրյա բաներով, շատ դժվար կյանք է գանցնին, գողոքնին, ժամանակ չունին, գդրդնչենք եւ նույնիսկ մեզ մեջ շատեր ոսնստած գնան հոգնիլ եւ ասել սրբազանը քիչ շատ խոսեցավ, թե սրբազանը քիչ կխոսի, շատ երկար չխոսի, բայց գնանք հոգնության ընթացքին ասեք, որ սրբազանը շատ խոսեցավ։ Եվ այս ամեն բաները, որ մեր կյանքի ընթացքին գունենանք, այո, գրնա հոգնեցուցիչ ըլլալ, գրնանք երբեմն ցանցրանալ, որովհետեւ հարցյալ, մեր անձրում մեջ չենք կդած այդ նշանը, որովհետև չենք կդած այն կարևորը, որ գրնա մեզ չցանցրացնել, այն կարևորը, որ մեզ սիրո մեջ գրնա հանգիստ պահել։ Երբ մեկումը գսիրեք, անոր հետ 5 տարգյան նստել է վեճ, չեք ցանցրանալ։ Երբ մեկումը մտերիմ եք, անոր հետ 5 տարգյան նստել է ետ, չեք հոգնիր։ Երբ այդ սկացում ունիք անգեղծորեն, չեք նեղվիր։ Հետևաբար, եթե մենք հոս նստած, քիչ մը գցանցրանանք, քիչ մը գհոգնին, քիչ մը գներվինք, կնշանակե որ մեր ներսը փամ մը բագաս է։ Այն սերը, որ պետք է ունենայինք Աստուծո հանդեպ, փամ մը գբաքսի, այն մտերմությունը, որ պետք է ունենայինք, բագաս է։ Հետևաբար սիրելի հավատացյալ, այսօր երբ Քրիստոսին գուքամ ուսուցիչները երգսեն, նշան մը ուզենք տեսնել, այսօր մենք ալ երբեմն գսենք ով դեր նշան մը ցույց տուր մեզի, սակայն Քրիստոս գսե իմ նշանեն զատ ուրիշ նշան պետք չունիք տեսնելու, որովհետև այն սերը, որ ունեցած էր հանդեպ ես քերեզման մը դա այդ սիրո համար, այն սերը, որ ես ունեցած էր հանդեպ ցես դարձյալ հարության կյանքը խոստացա, այն սերը, որ ես ունեցա ձեր հանդեպ Սուրբ Հոգին ղրգեցի, որպեսզի մնայուն գերբով ցեզի հետևա։ Այս է նշանը, եւ այս նշանը պետք է յուրաքանչյուր օր մեր կյանքի մեջ, մեր շրջապատի մեջ տեսնենք, քննադենք, ապրենք եւ վերջապես մենք ալ նշան ըլլանք մուշներուն, որպեսզի երբ որ մեզի տեսնեն հարավորեն Աստուծո, երբ որ մեզի տեսնեն սիրեն Աստված, երբ որ մեզի տեսնեն հավատան Աստուծո։ Եկեք այսօր բոլորս ալ
նշան դառնան ճշմարտության, Աստուծո սիրո ներկայության այս կյանքի մեջ։ Թող որ ամենաբարին Աստված օրհնե բոլորս, ներշնչե բոլորս եւ մեզ առաջնորդե այն հանգիստ կյանքին, երբ մենք իրապես կզգանք սիրո ջերմությունը մեր սրտի մեջ, Աստուծո նկատմամբ եւ մեր նմանին հանդեպ։ Թող որ Աստված օգնե ձեզ այժմ մինչև հավիտյանս, ամեն։
Եվ ես կատապս կայնենան շամուկյանի վրամանավն ասվածային, դեզոր արձակից երկերգեց արձակյալ երկինս, նովի պանի վարձակերց ամենան մասանցու մեղացերով, իխորոտոց իմանից որոտոց անուն հոր և որտոյև ողբի սրպով, և դարձյալ դամսետ իխորոտը սուրկ եգերեցով, զորիչ գործից էտ բարիս, երից էտ բարեգործուտի պարս հանդերցյալ գենացն, ամեն։ Amen.
Isha
Յա դեր Հիսուս Քրիստոս ամեն Սիրելի հավատացյալներ, ինչպես գիտեք, հունիսին 25-ին այս հաջորդող հինգշաբթի օրը Հայոց Արաքելական եկեղեցին դնորում է Տաքմանչած տոն Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ հայրապետներու տոն։ Այս արդի մենք շնորհավորենք մեր Սրբազան Սահակ Սրբազանի անվան տոնը հինգշաբթի օրն է, մաղթելով իրեն առողջություն, երկար կյանք ամեն։ Օրհնյալ լեյութացություն, ողջ երկար խաղաղության և Տերի սուսերություն ձեր ամենեսյան ամեն։ Thank you.